Ողջույն իմ դիտորդին, եւ քանի որ մենք արդեն գլոբալ հարցերի հետ կապված հարցեր ունենք, ուստի ես ուզում եմ պատասխանել Դոնալդ Թրամփի հետ կապված հարցերին։ Ուրեմն ես հիմա ուսումնասիրել եմ իր նոտալ կարտը, մենք կանենք նաեւ կանխատեսում այդ մասին, Դոնալդը կգնա, կմնա վերջապես աշխարհը այդ մի կողմից կազատվի, այդ խելագարից թե ոչ։ Այսպես է 2026 թվականի Թրամփի կարտը, նախ ունի Ուրանի վերադարձ, սա համարվում է Թրամփի կյանքի ամենաճակատագրական շրջաններից մեկը, Ուրանը վերադառնում է այն նույն դիրքին, որտեղ եղել է նրա ծննդյան պահին, ինչը սովորաբար բերում է կտրուկ փոփոխություններ, հարաբերությունների խզում, անսպասելի շրջադարձեր, նույնիսկ կարիերայում։ Սատուրնի Նեպտունի միացումը փետրվար ամսին, 2026 թվականի, նշվում է, որ այս համակցությունը կարող է լուծարել գոյություն ունեցող կառույցները Թրամփի համար, սա կարող է նշանակել պետական սահմանների կամ միջազգային դաշինքի վերափոխում, բայց նաև անձնական ազդեցության թուլացում։ Լուսնի խավարումը 2026 թվականի մարտին եւ պետք է լինի նաեւ խավարում օգոստոսին ուղիղ ազդեցություն ունեն նրա նոտալ քարտի վրա, սա կարող է բացահայտել գաղտնի տեղեկություններ, օրինակ առողջական վիճակի մասին կամ ֆինանսների մասին եւ ստիպել նրան կորցնել վերահսկողությունը իրադարձությունների նկատմամբ։ Առողջության հետ կապված Մարս մոլորակի դիրքը հուշում է բորբոքային պրոցեսներ առողջական ռիսկի մասին, ինչի պատճառով խորհուրդ են տալիս նրան լինել չափազանց զգույշ եւ ուշադիր։ Իրավաքաղաքական հարցերում Սատուրնի դիրքը նրա հորոսկոպում 2005-ից մինչև 2027 թվականը ուժեղացնում է իրավական պատասխանատվության ենթարկվելու հավանականությունը։ 2026 թվական հունիսից Թրամփի ստորագրությունը կհայտնվի $100 թղթադրամի վրա, դա էլ է հնարավոր։ Եվ քանի որ այդ թղթադրամների համար մենք ունենք Սատուրն ու Նեպտուն միացումը, կարող է լինել հենց դրա եմ ասում Թրամփի ֆինանսների հետ կապված խնդիրներ, եւ փոփոխություն տեղի ունենա, ու չի բացառվում, որ կարող է հանկարծ ինքը հայտնվի թղթադրամի վրա։ Ուրեմն Յուպիտերի տրանզիտը 2026 թվականի երկրորդ կեսին Յուպիտերը մտնում է նրա նոտալ քարտի 10-րդ տուն, կարիերա եւ հանրային կարգավիճակ։ Սա նշանակում է, որ հզոր հաջողության ազդեցության մեծացման նշան է, չնայած ճնշումներին նա կունենա հաղթաթղթեր, որոնք թույլ կտան պահպանել իր առաջնորդի դիրքը։ Լուսնային հանգույցների ազդեցությունը խավարումները 2026 թվականի ձկներկույս առանցքի վրա, որը Թրամփի քարտում կապված է փողի եւ պարտքերի հետ։ Այստեղից ամփոփում նրա համար ճակատագրական հաշվեհարդար կարող է լինել 2026 թվականը։ Իր նոտալ քարտը հուշում է, որ նա կփորձի ամրապնդել, փոխել խաղի կանոնները, բայց կբախվի կոշտ դիմադրության եւ ֆիզիկական հոգնածության։ Այսքանը Դոնալդի նոտալ կարտի համար հաջորդ վիդեոյում ես կանեմ տարոներով արդեն կանխատեսում, բազմիցս ասել եմ, որ ես իմ գործիքներին մնում եմ հավատարիմ, սա ընդհանրեն աստղերի դասավորվածություններ իր նոտալ քարտի հետ կապված, իր ծննդյան, այսպես ասեմ, անձնագրի երկնքի տված անձնագրի հետ կապված, իսկ մենք կանենք կանխատեսում նաև այս քարտերով եւ ես իմ վերջնական այսպես վիրդիտը, կարծիքը կհայտնեմ Դոնալդ Թրամփի համար։ Մեր հաջորդ կանխատեսումները կլինեն Ռուսաստան, Հայաստան, Ռուսաստան, ԱՄՆ, չնայած ես արդեն գիտեմ ինչա տեղի ունենալու եւ որն է այս պահին մեզ համար փոխշահավետ։
Հիշեցնեմ, որ ԱՄՆ-ի հետ կապը մեզանից պահանջում է շատ մեծ զոհաբերություն։ Մենք մեզ հենց այնպես ոչ մի բան չի տրվելու, դրա դիմաց ավելին է վերցվելու։ Արդյոք պատրաստ է Հայաստանը գնալ այդ զիջումների, թե ոչ։ Որովհետև աշխարհի երկու բևեռներ կան, որ Հայաստանի միջոցով պետք է միանան իրար։ Այսպես կխոսեմ այդ մասին, կմանրամասնեմ, ոչ մի բան այսպես օդի մեջ չեմ թողում, սա իմ այսպես պրպտումների արդյունքն է, սա իմ աշխատանքն է, ես այստեղ ոչ մի բան, կրկնում եմ, ոչ մեկի ոչ գլուխն եմ ուզում լցնել, ոչ էլ ինչ-որ կապրենք, կտեսնենք։